Երևանում 10 մզկիթ կառուցելու մասին լուրը կեղծ էր, բայց այն շատ արագ դարձավ տարածվող նարատիվ։ Սկզբում թուրքական Oda TV-ում, հետո ադրբեջանական ու հայկական մի շարք կայքերում, իսկ վերջում հայտնվեց նաև ռուսական տելեգրամյալ ալիքներում։ Այս կեղծիքի հեղինակը թուրք լրագրող Okay Deprem-ն է, մարդ, որի կենսագրությունը խորապես կապված է ռուսական քարոզչության հետ։ Դեպրեմը երկար տարիներ ապրել է Լուգանսկում, ստացել է տեղական քաղաքացիություն և որպես ռուսական կողմից հավատարմագրված լրագրող լուսաբանել է Դոնեցկն ու Դոնբասը։ Իր հարցազրույցներում նա կրկնում է ռուսական դասական թեզերը՝ Ուկրաինայում ֆաշիզմ է, Ռուսաստանը ազատում է իր տարածքները և այլն։ Russian Fakes հարթակը նրան ներկայացնում է որպես կեղծ լրագրող, որը դարձել է Կրեմլի քարոզչության գործիք։ Դեպրեմը վերջին ամիսներին ակտիվորեն գրում է Հայաստանի մասին, խթանելով ընդդիմադիր նարատիվներ և կանխագծված հակաիշխանական ուղերձներ։ Թուրք լրագրողի հոդվածներում առանձնահատուկ տեղ ունի Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Հայաստանում կհայտնվի նոր Սասունցի Դավիթ, այդ հոդվածում հարց է բարձրացնում թուրք լրագրողը։ Կեղծիքը տարածած Oda TV-ն ևս պատահական չէ։ Ֆրանսիական Վիժինիումի հրապարակած զեկույցում այս լրատվամիջոցը նշված է որպես ռուսական ապատեղեկատվական գործողությունների Storm 15-16 ցանցի մասնակից։ Այսպիսով, FIPM-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 10 մզկիթների պատմությունը ընդամենը տեղական սխալ չէր, այն Հայաստանի դեմ միջազգային ապատեղեկատվական մեծ արշավի մաս էր։